Ուրեմն մենք ժամեր առաջ տեղեկություն ենք ստացել, որ Էջմիածին քաղաքում են ձերբակալություններ իրականացվել, այս պահին հայտնի չէ Արտուր Քարդաշյանի եւ Արսեն Ղազարյանի գտնվելու վայրը, իրենց բերման են ենթարկել, մեր աջակիցները գնացել են ոստիկանական բաժանմունք, Էջմիածնի ոստիկանական բաժանմունք, բայց հայտնել են, որ իրենք ոստիկանական բաժանմունքում չեն, Էջմիածնի իրենց գտնվելու վայրը այս պահին հայտնի չի, այսինքն Քանիսին է, երկուսին, Արտուր Քարդաշյան եւ Արսեն Ղազարյան։ Մենք քիչ անց նաեւ ցուցակը կհրապարակենք այն մարդկանց, որոնք այս պայմաններում քանիս են արդեն բերման անդադ ցուցակները թարմացվում է, քիչ հետո նաեւ կներկայացնենք նաեւ այդ մարդկանց անունազգան։ Ձեր գործընկերները փորձել են բարձել ինչն է պատճառը բերման ենթարկելու, այդ թվում եւ խուզարկություններ իրականացնելու։ Դե հիմա տարբեր ոստիկանական բաժանմունքներ ճշտվում է, որ բաժանմունքում են, ուրեմն մեր падգամավորները գնում են ոստիկանական բաժանմունքներ, որովհետեւ շատ դեպքերում ինֆորմացիայի պակաս կա, ինֆորմացիա չեն տրամադրում։ Մենք ստիպված մեր ուժերով փորձում ենք իմանալ, որ ոստիկանական բաժանմունքում են, քանի ովքեր են հարցաքննվել, արդեն բաց թողնվել, ովքեր են դեռևս շարունակում մնալ ոստիկանական բաժանմունքում։ Ես մի քանի րոպե ձեզ կմոտենամ լրացուցիչ ինֆորմացիա կտամ։